Հարսնաձորի լեգենդը սերիալում իրադարձություններն իսկապես հասել են այն կետին, որտեղ ամեն ինչ գնում է դեպի մեծ պայթյուն բացահայտումների, կորուստների և վերջնական որոշումների փուլ։ Նարեի գիծը շարունակում է մնալ ամենազգայունը, նա դեռ հիվանդանոցում է, և այն, որ բժիշկները շարունակում են ստուգումները, նշանակում է վտանգը դեռ ամբողջությամբ չի անցել։ Սա շատ կարևոր սյուժետային պահ է, որովհետև սցենարը կարծես դիտմամբ երկարացնում է այս անորոշությունը, պահելով լարվածությունը։ Նարեն հիմա միաժամանակ երկու պայքար է մղում, մեկն իր երեխայի կյանքի համար, մյուսն իր կյանքի ընտրության։ Եթե մինչև հիմա նա փորձում էր բոլորին պաշտպանել, լռել, զոհել իրեն, հիմա նա կանգնած է մի կետի առաջ, որտեղ պետք է ընտրի նաև իր և երեխայի ապագան։ Լալայի գիծն այս փուլում ստանում է շատ հուզիչ և խորհրդանշական զարգացում։ Նրա որդին արդեն Հայաստանում է, սա այն պահն է, որի համար նա պայքարել է այդքան երկար, բայց ամենացավոտն այն է, որ նա չի կարող մոտենալ երեխային, նա տեսնում է նրան հեռվից ինչպես է խաղում, ինչպես է ապրում իր կյանքը, բայց չի կարող գրկել, խոսել, ներկայանալ որպես մայր։ Սա շատ ուժեղ տեսարան է, մոր և երեխայի միջև ընդամենը մի քանի քայլ է, բայց այդ քայլերն անհասանելի են։ Աբոյի պահվածքն այստեղ շատ կարևոր է, նա հավանաբար կանգնեցնում է Լալային, թույլ չի տալիս մոտենալ։ Առաջին հայացքից դա դաժան է թվում, բայց իրականում դա միակ ճիշտ քայլն է։ Եթե Լալան այդ պահին զգացմունքներին տրվի, նա կարող է ամբողջությամբ կորցնել իր երեխային վերադարձնելու հնարավորությունը, այսինքն մոտենալը կորցնել է, իսկ սպասելը հնարավորություն։ Սա շատ ծանր ընտրություն է, բայց հենց այդ ընտրությունն է ցույց տալիս Լալայի ուժը։ Մյուս կողմից ամենախորամանկ և ամենավտանգավոր զարգացումը կապված է Արմոյի հետ։ Նա հեռացել է Սաքոյի տնից, բայց սա փախուստ չէ, սա հաշվարկված քայլ է։ Արմոն այն կերպարն է, ով երբեք առանց պլանի չի շարժվում։ Նրա հեռանալը նշանակում է, որ նա արդեն վերցրել է այն, ինչ իրեն պետք էր՝ թղթերը։ Սա կարող է լինել սերիալի ամենամեծ շրջադարձերից մեկը։ Եթե իսկապես պարզվի, որ Արմոն կարողացել է իր անունով ձևակերպել Սաքոյի ողջ ունեցվածքը, ապա դա նշանակում է, որ նա ոչ միայն հոգեբանորեն է հաղթել Սաքոյին, այլ նաև ամբողջությամբ վերցրել նրա ուժը։ Սաքոն կարող է մնալ առանց ոչնչի, սա կլինի նրա վերջնական անկումը։ Մարդ, ով տարիներ շարունակ կառավարել է բոլորին, կարող է մեկ ակնթարթում դառնալ անզոր, և ամենահետաքրքիրն այն է, որ Արմոն այս ամենն արել է առանց աղմուկի։ Սա ցույց է տալիս, թե որքան խորն ու հաշվարկված է նրա խաղը, բայց այստեղ էլ կա վտանգ, քանի որ նման հաղթանակից հետո հաճախ գալիս է անկումը։ Արմոն միշտ կարող է մտածել, որ արդեն ամեն ինչ վերահսկողության տակ է՝ Նարեի ճակատագիրը, Սաքոյի վիճակը, ֆինանսները, գաղտնիքները, բայց իրականում հենց այս պահին է, որ մյուս կերպարները սկսելու են արթնանալ։ Հայկը դեռ իր ներսում պայքարի մեջ է, բայց երկար չի մնա։ Այդ վիճակում Վռամը սկսում է տեսնել իրական պատկերը, հատկապես այն բանից հետո, երբ Վռամին հեռախոսազանգ է գալիս, ու Վռամը պարզում է, որ ինչ-որ մեկին ապրանք է վաճառվել, և բնականաբար նա հասկանում է, որ այս ամենի հետևում կանգնած է հենց Արմոն։ Լալան արդեն քայլեր է անում, Աբոն հասկանում է իրավիճակի լրջությունը, Աբոն էլ է հասկանում, որ Լալան անտարբեր չէ իր նկատմամբ։ Սերիալը հիմա կառուցվում է մի մեծ բախման վրա, որը շատ մոտ է։ Մի կողմից Արմոն, ով կարծում է, որ հաղթել է, մյուս կողմից մարդիկ, ովքեր դեռ չեն ասել իրենց վերջին խոսքը, և այս ամենի կենտրոնում Նարեն ու նրա երեխան են։ Եթե Նարեի երեխան փրկվի, դա կարող է դառնալ այն ուժը, որը կկոտրի Արմոյին և կմիավորի մյուսներին, եթե ոչ, ապա այս պատմությունը կարող է ստանալ շատ ավելի մութ ավարտ։ Հարսնաձորի լեգենդը հիմա հասել է իր ամենակարևոր փուլին, այն փուլին, որտեղ ճշմարտությունները դուրս են գալու, դիմակներն ընկնելու են, և յուրաքանչյուր կերպար ստանալու է իր արժանի ավարտը։ Եվ ամենամեծ հարցը մնում է՝ ովքեր են հաղթելու այս պատմության մեջ, և արդյոք ընդհանրապես հաղթող լինելու է։ Մինչ կբացահայտենք այս ու այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում, և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի
ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կբերենք նոր ու հետաքրքիր տեսանյութեր, նոր ու հետաքրքիր գաղտնիքների բացահայտմամբ։ Հանգուցալուծումը մոտ է, հեռուստասերիալին մնացել են ընդամենը հաշված սերիաներ, այնպես որ միացեք մեզ, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է, բժիշկն ինչ-որ անհանգստություն ունի Նարեի երեխայի հետ կապված, նրա դեմքից երևում է, որ ինչ-որ բան այն չէ, և ընդամենը մի քանի ժամից պարզ կլինի արդյոք երեխայի հետ ամեն ինչ կարգին է, թե ոչ։ Արմոյի հեռանալը հենց այնպես չէ, և շատ շուտով նոր ու գաղտնիքներ են բացահայտվելու։ Ինչ է արել Արմոն, էլ ինչ ունի թաքցրած, և ինչ է սպասվում այս երկու ընտանիքներին ընդամենը մի քանի ժամից։